Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդաշարն է Status Quo, Եվրամեդիա 24-ի եթերում եւ այսօր ես պատիվ ունեմ հյուրընկալել ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ դիվանագետ Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանին, պարոն Պապյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես որ արդեն մեր այս գլխավոր նկարը ցույց է տալիս, այսօր ես ուզում եմ ձեզ հետ հասկանալ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը, այսօր Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել, հերթական հանդիպումը Պուտինի հետ, բայց արևմուտքը շարունակում է պնդել եւ նաեւ փորձագետներ գնում են տարբեր եվրոպական մայրաքաղաքներ եւ հայտարարում են, որ Հայաստանը այլևս Ռուսաստանի հետ ըստ էության որևէ բան չունի, որ Հայաստանը անգլերեն ասում են shift է անում, այսինքն շրջվել է դեպի արևմուտք, Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, Ռուսաստանը գնացել է այս տարածաշրջանից։ Ձեր մեկնաբանությունը արդյոք մենք այսպես տանում ենք այդ բալանսավորված, հավասարակշռված եւ հավասարակշռող քաղաքականություն, թե դրանք ընդհանրապես բառեր են ի վերջո։ Չէ, որևէ հավասարակշռություն չկա, որտեղ հավասարակշռությունը մի քանի չափորոշիչներով պիտի հստակեցվի։ Օրինակ համար քաղաքական։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը լինելով Եվրասիական տնտեսության միության ՀԱՊԿ-ի անդամ հավասարակշռում է նմանատիպ այլ կառույցներին անդամակցելով։ Իհարկե ոչ, իհարկե չէր էլ կարող, բայց սա արդեն հավասարակշռում չի, եթե դու տնտեսապես, քաղաքականապես եւ ռազմականապես, որտեղ այդ մարմիններից յուրաքանչյուրը մի ոլորտ է ընդգրկում, ռուսական ազդեցության տակ էս հավասարակշռության մասին խոսք չի կարող ունել։ Տեսեք, շատ հետաքրքիր մի միջադեպ տեղի ունեցավ Պուտինի եւ Փաշինյանի զրույցի ժամանակ, երբ որ Պուտինը իբր չգիտեր, հարց տվեց դե ինչքան է տնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը եւ այլն, ինքը գիտեր, որտեղի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ինքը նախապես պատրաստվում է, խնդրում է հատուկ տեղեկանքներ, որը պիտի արվի։ Այսինքն այն ինչ որ մենք միշտ պատրաստում ենք, այսպես կոչված talking points, զրուցելու կետերը եւ համապատասխան նաեւ վիճակագրական տվյալները, բայց ինքը ինչ էր ուզում ցույց տալ։ Նախ ուզում էր ցույց տալ, որ Նիկոլը այդ ոչ բան չգիտի, որտեւ ասելով 4 միլիարդ հետո բան, պարզվեց որ 10.2 միլիարդ, 10 միլիարդից ավել է։ Բանը մյուսը նա էր, որ ինքը ինձ դանով ցույց տվեց, այդ ձեր հարցի պատասխանն է, որ եթե դուք մեզ այդ 10 միլիարդի ապրանքաշրջանառություն ունեք, ինչ հավասարակշռության մասին է խոսքը, որտեղ ի վերջո երկիրը տնտեսապես հարաբերություններ զարգացնելով դա հենք հանգիսանում մյուս հարաբերությունների։ Եվ սրանով ինքը ցույց էր տալիս, նաև այսպես ասած օտար բառով մեսիջեր նաև արևմուտքին, որ այս ծեր ամբողջը կեղծ եւ սուտ, այստեղ ինձ համար մի բան պարզ չի լինում, այսինքն ինչու են, չնայած պարզ է, ինչու են համառորեն արևմուտքը ուզում ցույց տալ, որ Նիկոլը արևմտամետ է։ Ես կարծում եմ դա այն բանի հետևանք է, որ Նիկոլ ինքը ռուսամետ է, բայց միշտ դաշտ են բերվում ավելի այսպես ասած ռուսամետներ, որի հենքի վրա Նիկոլը կարծեք թե այդքան էլ չի երևում, ասենք ռուսամետ, բայց որը սխալ է, այսինքն պիտի ես կարծում եմ անկախ թե ինչ քաղաքական գործիչներ ու տեխնացուներ ապագայում կլինեն վարչապետական, պիտի գնահատականներ հստակ չափորոշիչներով լինի։ Դուք հենց եկաք այն կետին, որի մասին ես ուզում եի խոսել, ինչպես է ստացվում, որ արևմուտքը այս բոլոր քայլերը կարծեք անտեսում է եւ ընդհանրենք ֆիքսում է այն պահ, որ Հայաստանը ինչ-որ մի պահի սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, բայց մոռանում է ցույց տալ այն բոլոր հանդիպումները, որ նույնիսկ երևի Սերժ Սարգսյանը, Լորբետ Քոչարյանը եւ Լևոն Պետրոսյանը միասին այդքան հանդիպում չեն անցկացրել Պուտինի կամ Ռուսաստանի նախագահի հետ, որքան Նիկոլ Փաշինյանը անում է 1 տարվա կամ 1-2 տարվա ընթացքում զանգերը չհաշված մնացած շնորհավորանքները եւ այլն։ Այդ ինչ հակասություն է, արդյոք արևմուտքը ինչ որ ավելի մեծ խաղ է տանում եւ դրա արդյունքում ինքը չի ուզում ուղղակի հիմա, այսպես ասած, մերկացնել կամ դիմակազերծել։ Ես իմ երկու հանդիպումներից արևմտյան դիվանագետներից այդտեղից անեմ այսինքն եզրակացություն, մեկը մի քանի տարի առաջ էր, մեկը հենց վերջերս, շատ հետաքրքիր էր, այսինքն ամբողջանում է մտածողության ձևը։ Մի քանի տարի առաջ հետևյալն էր, այո, իրանք հասկանում են, Նիկոլը արևմտամետ չի, բայց նաև ինքը ռուսամետ չի, ինքը պատեհապաշտ է։
Այսօր պատեհապաշտություն են ձև, որ ընտրություններից առաջ ինքը հասկանում է, որ ռուսների հետ լինել։ Դա ո՞րն է վախկոտ լինելը։ Հարմար է, այսօր այդպես է բանանում, այսինքն Նիկոլ Փաշինյանը։ Եվ այստեղ Ժամանակ ինքը վախենում է Պուտինից ձեզ։ Սա վախենում է, ինքը բոլորից է վախենում։ Բացի սեփական ժողովուրդը, չէ, սեփական ժողովուրդից էլ է վախենում, որտեղ չվախենար 4-5 հազար ոստիկանով շրջապատված չէր ճամփորդը։ Դուք տեսել եք, չէ՞, այսինքն որ ինքը Սևանա գնում, նման բան մեկ Ստալինն էր, որ Թեհրան գնաց, ամեն մի քանի կիլոմետրի վրա կանգնեցնում էր, այսինքն զորքը մեկ ինքն է անում։ Այդ օրը, երբ որ ինքը Սևանն է, որևէ բռնապետ իշխանության օրոք ճակերտների մեջ դիտի բառերն այդ բան չի եղել որ ամբողջ ճանապարհին ոստիկանություն կանգնի եւ այլ մեն Նիկոլ Փաշինյանը դա նաեւ վախնա սեփական ժողովրդի նկատմամբ այսինքն այսպես է արևմուտքը մտածում է որ քանի որ Նիկոլ Փաշինյան պատեհապաշտ է իրենք չեն ուզում որ համոզված ռուսամետ մեկը գա ռուսական գործիչ որ իր համոզունքներով եւ այլն եւ նախկինները հատկապես Ռոբերտ Քոչարյանը այդ ձև անկանում, որ ինքը համոզված ռուսամետ է։ Այդ տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը պատեհապաշտ ռուսամետ է։ Մեկը դա է, այսինքն այդ ընկալումների մեջ, մյուսն էլ հենց նա է, որ էլի կապված այս վերջերս մոտավորապես այս ձև էր հարցը դրվածքը, որ դե հիմա ինչ եք ուզում, այսինքն Նիկոլը մնա իշխանության, թե էլի գա ռուսամետները։ Սա այդ ռուսամետության եւ այդ բանի խնդիրը կա եւ շատ հետաքրքիր էր։ Ես ասեմ իմ պատասխանը, որը կարող է շատերին տարօրինակ թվի։ Ես ասացի նայեք, շատ ավելի ճիշտ է որ Հայաստանում մի համոզված ռուսամետ գա իշխանության, որ դուք հասկանաք, որ Հայաստանի իշխանության ռուսամետ է եւ քայլեր ձեռնարկեք իսկապես Հայաստանի հետ աշխատելու, այսինքն բերելու արևմտյան դաշտ, որի մեջ ես Հայաստանի փրկությունն եմ տեսնում։ Դուք ինքնախապեյությամբ եք զբաղվում, այս 7 տարի է դուք ձեզ խապում եք եւ Նիկոլ Փաշինյանն էլ ձեզ խապում է, իբր Հայաստանը գնում է արևոտ, բայց Հայաստանը արևոտ չգնում եւ մենք այդ տարիները կորցնում ենք։ Այսինքն այս բանը երկակի խաղը մեզ համար շատ վտանգավոր է։ Գիտեք ինչի է նման, երբ որ այսինքն դու պիտի բուժես հիվանդին, հաճախ բժիշկները հրահրում են այդ հիվանդության սրումը, որպեսզի բացահայտվի ամեն ինչ, հետո իրանք նոր կարողանան բուժել։ Որտեվ ամենավտանգավոր վիճակը գիտեք, այդ կիսատությունն է, օրինակ, ասենք նույն հիվանդության դեմ, եթե դու դեղ ես ընդունում եւ կիսատ ես թողում, դա շատ ավելի վատ է, քան ընդհանրապես ընդունած չլինի, որտեվ արդեն այդ միկրոբները բաներ վարժում են։ Հիմա մեզ մոտ քաղաքական առումով մենք այդ վիճակի մեջ ենք։ Շատ վատ վիճակ է, էլի եմ ասում։ Ավելի լավ Հայաստանի իշխանությունը լինի ծայրահեղ ռուսամետ կամ ծայրահեղ, չգիտեմ, արևմտամետ, որտեղ այդ միջանկյալ խաղը այլևս չի աշխատում։ Աշխատում էր 20 տարի առաջ։ Հիմա չի աշխատում, որտեղ դիմակայությունը արևմուտք արևելքը, որպեսզի այդ բոլորը հստակեցնեն իրենց դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պարզապես հաշվարկել է, որ ընտրությունների ժամանակ իրենց պետք է ռուսական ազդեցություն եւ այդ ռուսական ազդեցության գործադատումը գոնե չեզոքացնել է, դրա համար գնում է Դուշանբե, դրանց առաջ Մինսկ, Մոսկվա, նորից Մոսկվա, այս ամբողջը կանի, բայց Հայաստանի համար դա ի վերջո վերջանում է, որ բոլորն են մեզանից նեղացած են լինում։ Դուք նշեցիք, որ Հայաստանը կախվածություններ ունի, նաև հիշատակելով այսօրվա Մոսկվայում զրույցը, որտեղ այդ ապրանքաշրջանառության թիվը միտումնավոր թե այդպես ստացվեց, ամենայնպես դարձավ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրական կրկնակի ավել է, եթե ոչ ավել, ինչ կրկնակի չէ։ 2.5 անգամ։ Մոտավորապես, այո։ Այստեղ բայց հարցը այն է, որ ոմանք պնդում են, այո, տնտեսական կախվածությունը կա, դա նորմալ է, բայց չկա այլևս ռազմական եւ անվտանգային կախվածություն։ Հիմա այստեղ երկու հարց կա, արդյոք դա իսկապես այդպես է թե ոչ, եւ երկրորդը կարծեք որևէ այլևս զրույց չկա, մոդան անցավ ֆրանսիական զենքի, հնդկական զենքի, ելի այլ զենքերի մասին խոսում են Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, խոսում են։ Հիմա ընդհանրապես որևէ զրույց այդ հարցով նույնիսկ այդպես պոպուլիստական հիշատակում չկա, ոչ Ֆրանսիայից է որևէ բան գալի, ոչ հնդկաստանից, ինչն է պատճառը։ Պատճառն այն է, որ առաջինը Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի ուզում բանակը ուժեղացնել։ Ես կարծում եմ ինքը հերթական նկատողությունն է ստացել Ալիևից, որը այս ինչ է անում, ինչ զենք, ինչ բան է, դժգոհությունը բացահայտ նաև մամուլում եղավ
Դրա համար մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կրճատում է Հայաստանի ռազմական բյուջեն 15%-ով, իսկ դա մեծ թիվ է, մոտ $200 միլիոն ինքը կրճատում է, եւ ըստ էության զորակոչի թիվը զինվորների կրճատում է 25%-ով, որը աներևակայելի մեծ թիվ է, որտեվ 24 ամիսը 18 ամիսի դարձնել, զորակոչի փաստորեն 25%-ով պակասում է։ Սա առաջերտին պայմանացան հանգա, որ Նիկոլ Փաշինյանը ենթարկվելով Ալիևին բանակը թուլացնում։ Թե նախընտրական այսպես PR քայլ է, որ սրա մեջ իհարկե կրճատելը ծառայության քվեներ է բերելու, բայց արմատները այս պահանջի գալիս է Ալիևից։ Հիշենք ինքը դեմիլիտարիզացիայի, այո։ Ինքը դրա մասին խոսել է, որ Հայաստանը եւ ընդհանրապես ռևանշի դեմ պայքարը, այդ դրա բաղադրիչներն են, եկեղեցու դեմ պայքարը, դա եւս պայքարը ռևանշի դեմ, բանակի դեմ պայքարը ռևանշի դեմ։ Իրենց մոտ հստակ ասվել է, ես մի քանի անգամ հանդիպել եմ տարբեր բարձր պաշտոնյաների, որ մենք չենք կարող վստահել Հայաստանին, մենք Հայաստանը այն վիճակի պիտի բերենք, որ Նիկոլ Փաշինյանից հետո եթե Հայաստան ուզենա դիմադրել, չկարողանա դիմադրել։ Այսինքն իրենք քաղաքականապես, տնտեսապես, չգիտեմ, ռազմականապես Հայաստանին ծնկեն բերում բոլոր հարցերով եւ դրա փոխարեն պիտի ասեմ, որ Ադրբեջանը ընդհակառակը ընդլայնում է իր հնարավորությունները։ Տեսեք, Գաբալայում տեղի ունեցավ թուրքական ժողովուրդների 12-րդ համաժողովը, արդեն Ալիևը բարձրաձայն խոսած համատեղ զորավարժությունների մասին, արդեն խոսքը չի գնում Թուրքիա-Ադրբեջան, այլ խոսքը գնում է այնտեղ Ղազախստան եւ այլն մի շարք այլ պետությունների մոտ 7 պետության բան։ Այսինքն Ալիևը կերտում է այդ նոր համակարգը, անվտանգային նոր համակարգը եւ այլն, եւ դրանով իր դերը մեծացնում է։ Եվ եթե որ նայեք այս թուրքական ժողովուրդների, դրանց առաջ թուրքալեզու ժողովուրդների համաժողովների թիվը ամենաշատը Ադրբեջանում են դրանք գումարվել, սկսել է Ադրբեջանից դեռ 2000 թվական Նախիջևանով եւ եկավ հասավ հիմա Գաբալայի եւ իրենք անընդհատ անում են, ել չեմ ասած, այսինքն Ալիևը անվտանգային միջավայրը կերտում է։ Գիտեք, դու ունես խնդիրներ, դու ոչ թե պիտի արձագանքես այդ մարտահրավերներին, վտանգներին, որ կա քո պետությանը, այլ դու պիտի կերտես, հանդես գաս ինչ-որ մի նախաձեռնությամբ եւ այլն։ Ես չեմ տեսնում Հայաստանի կողմից որևէ նախաձեռնություն, բացի ոնց ասած տանկ խաղաղ ապրենք տարբերակով։ Հիմա դուք այն ինչ որ նկարագրեցիք, ըստ էության այն իրողությունն է, որ գետնի վրա կա եւ դրա համար պետք չի շատ գիտակ լինել կամ պետք չի շատ ուսումնասիրել, դա ակնհայտ երևում է, որ Ադրբեջանը շարունակում է դիտարկել Հայաստանը որպես կապիտուլացված պետություն, շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է գնա միակողմանի զիջումների, այսինքն ինքը չի ասում պետք է լինեն փոխզիջումներ, այլ կոնկրետ միակողմանի, որտեղ համարում է, որ նրանք պարտվածքով են։ Հիմա այդ ինչպես է ասում, որ արևմտյան որևէ գործընկեր այդ իրողությունը չի ուզում տեսնել եւ խոսում է այդպես վերացական խաղաղության, մանավանդ որ ոչ մի բան չէր ստորագրվել։ Այդ ինչպես է ստացվում, որ բոլորը համատեղ սկսել են ուղղակի աչք փակել իրողությունների վրա։ Գիտեք, այստեղ կարծում եմ կա սուբյեկտի ուժեղ գործոն, արևմուտքի այս, ինչ ասեմ, անզսպելի ձգտումը ցույց տալու, իբր հարցերը լուծված են, խաղաղություն եւ այլն, որը վերջի տասնամյակներում արևմուտքում շատ մեծ թափ հավաքել եւ խնդիրը հետեւյալն է։ Կարևորը վիճակը կայուն լինի, թե արդար կլուծվի խնդիրը, ում հաշվին կլուծվի, իրենց առանձնապես չի հուզում եւ միշտ լուծվում է նրա հաշվին, ով որ զիջում է, թույլ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ առումով նաեւ արևմուտքին է ձեռ տալի, ես ցավալի իրողություն է պիտի ընդունենք, այսինքն ինքը պատրաստ է Հայաստանի հաշվին գնալ ինչ-որ մի վիճակի լուծման։ Հիմա եթե լիներ Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեկը, օրինակի համար երբ որ Զանգեզուրի կոչենք անցողը քննարկում էր, ասենք հանդես կար ասել, չէ, եւ դրա մասին մենք այստեղ էլ ենք, եթե խոսել ենք օրինակ, դե մեզ էլ տվեք համարժեք անցում Նախիջևանով դեպի Իրան եւ այլն։ Դա խնդիր է, չէ, պետք է մեծ բանակցվի այնտեղ Ալիևին պետք է համոզեն, կհամոզեն, չի համոզվի կամ այդ ճանապարհը պետք է կառուցեն թեկուզ եւ երասխից մինչեւ, այսինքն սա այդ բանի այդ հատվածը չկա մոտ 30 կիլոմետր քանդված է, այդ պետք է վերականգնվի Նախիջևանի, այսինքն
ներդրումներ ապետ, խնդիրներ ապետ լուծել ամբողջ չկա։ Իսկ այսպես կարելի է հանգիստ զեկուցագիր գրել, դեսպանատները գրում են, ես էլ գրում, երամսյակային զեկուցագիր, կես տարվա եւ գրում ես ամեն ինչ լավ է, բանը մեր ջանքերի շնորհիվ հատկապես երբ որ Թրամփը ուզում էր դա լսել, որ խաղաղություն հաստատվի։ Հիմա ես չգիտեմ, ես խաղաղության Նոբելյան մրցանակը արդեն տվեցին ուրիշ մեկին։ Չհամաձայնեցին։ Այդ տվեցին ուրիշ մեկին, հիմա թե Թրամփի այդ բանը բուրըն ձգտումը խաղաղություններ հաստատելու կմնա նույնը թե ինքը արդեն Ոչինչ, այն Օսկար կտանեն, իրան Օսկարն էլ կլինի։ Դե ուզած ամեն դեպքում ինքը մի տեսակ խանդում էր հատկապես Օբամային եւ ասում էր Օբաման անտեղի հաստատել, իսկապես անտեղի հաստատել Օբաման, ասում էր իմանաս ավելի, հա։ Գոնե ջանքեր է թափում ամենայնպես լրջորեն աշխատում։ Մի բան անում, բայց խնդիրը հետեւյալն է։ Ցավոք սրտի, ու ես դա ասում եմ, որտեվ արևմուտքի երեսին էլ եմ միշտ ասում։ Դուք ձեր դեսպանատները սարքել եք հակների հետ աշխատող հասարակական Այն էլ միայն պրոիշխանական հակների։ Հա, այն էլ ասում եմ, այսինքն շների իրավունք լինի, սեռական փոքրամասնությունների իրավունք լինի, լավագույն դեպքում կանանց ցենց էլի, այսինքն դուք մոռացել եք, որ դուք քաղաքական կառույց եք, պետություն եք ներկայացնում, եւ այդ պետությունը պետք է լուրջ գործ անի։ Այսինքն դա մի տեսակ է վերջի շրջանում պետության ժամանակին իհարկե անգամ մարքսիզմի մեջ պետության մահացման տեսություն կար, որ պետությունը պիտի մահանա եւ դրա փոխարեն պիտի գան հասարակական կազմակերպել, ստացվում է, որ այդ սովետում չեղավ, բայց արևմուտքը դնում է դրան հիմա էլ երբ որ մենք նայում ենք օրինակի համար այդ դեսպանատների նկարները, դու Երևանում նկարված են, այսինքն դեսպանները նկարված են, շրջանավարտների հետ են նկարված, չգիտեմ ինչ որ արեստավորների բան, լսեք, դա լուրջ է, որ կարդում ես գոնե մի 30-40 տարի, միգուցե նրանից է, որ այդ սառը պատերազմն ավարտվեց, այլևս իրենց համար այդ ձև Դե Ադրբեջանում իրանք Շուշիում են նկարում, այստեղ ձեր ասած շրջանավարտների հետ են նկարում։ Դե նկարում։ հիմա, հա, բայց խնդիրը հետեւյալն է, որ բոլորը հասկանում են, որ եթե դու արմատապես չես լուծում խնդիրները, այսինքն իսկ այդ արմատում դիլնի արդարությունը կողմերից մեկի հաշվին խնդիրների լուծումը, դա խնդրի ժամանակավոր լուծում է։ Եթե դուք ուզում եք որ ռևանշիզմ չլինի, ուրեմն պիտի այն կողմն էլ ինչ որ մի բանով բավարարված լինի։ Հա, այդքանի մեջ իհարկե դուք մի հատ կարևոր բան արձանագրեցիք, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանը վախենում է բոլորից եւ բոլորին ձեռնտու է։ Որտեղ ինքը բոլորին փորձում է հաջողանալ, բայց էլի դրան զուգահեռ ասում են, որ մենք ավելի ինքնիշխան ենք, այս ամեն ինչը փոխադարձության սկզբունքով է տեղ ունենում, մարդիկ պոստեր են գրում Facebook-ներում եւ այլն։ Բայց տարօրինակն այն է, որ այս ամենի մեջ չկա այդ ընդվզումը նույն արևմուտքի կողմից, որ այդ ասում եք Ռուսաստանը դուրս կգա, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ իբր թե լավ լինի, իրենք համարում են, որ մենք հիմա լավ ենք, չէ՞, իրանք համարում են, որ մենք ամեն ինչ արդեն ստորագրել ենք, ամեն ինչ լավ, բա ինչի Ռուսաստանը դուրս չեկե, իրանք թարջ չեն տալիս։ Դե հենց իմ ասածն է, որ այսինքն դա խոսքերով եւ այսպես հասարակական գործունեությամբ չզգան։ Եթե դուք ուզում եք լուտ Ռուսաստանը դուրս գա, ուրեմն դուք պետք է աշխատեք Հայաստանում այն դաշտի հետ, ով որ այսպես ասած համոզված դրան է գնում։ Հակառակ Պարոն Պապյան, եկեք ճիշտ, ասենք ինքը աշխատում է իշխանության հետ, որը եթե ուզում է Ուրեմն, բայց եթե չի ուզում այդ դեպքում ինչ անի, ուզում ենք դա ֆիքսենք, որ իշխանությունը չի ուզում Ռուսաստանը։ Իշխանությունը չի ուզում եւ իշխանության այդ բանից պիտի ձեռ քաշի, հույսը իշխանությունից պիտի արևմուտքը ձեռ քաշի։ Չի անը, իրանք աշխատել են միշտ իշխանության հետ։ Դե եթե իշխանության հետ են ուրեմն, չէ, ոչ ոք չի ասում իշխանության պիտի աշխատի, դա դեսպանատան առաջնահերթ գործունեությունն է, բայց հասկանում եք ինքնախապեյությամբ չպետք է զբաղվի։ Երբ որ ես նայում եմ, այսինքն նույն դեսպանատները ինչեր կարող էին Հայաստանում, օրենքի սահմանում, միջազգային իրավունքի սահմանում, նայեք, ուրիշ բան չասենք, մարդու իրավունքների ոլորտը վերցրեք Հայաստանում, վերցրեք հիմա եւ վերցրեք նախկին երկու նախագահների օրը։ Այո։ Նիկոլ Փաշինյանին ներվում են բաներ, որը չէր ներվի որևէ մեկին չէր ներվի։ Նույնիսկ կեսը չեն ներվի։ Դե սա է ուրեմն արդար չի ամբողջ։ Բա դրա մասին ենք ասում, որ արևմուտքը կորցնում է իր հեղինակությունը այդ նման երկակի ստանդարտների։ Ես եթե հիշում եք մի անգամ այստեղ ասել եմ, ուրիշ տեղ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում է արևմուտքին։ Իր գործունեության վարկաբեկիչ է, որովհետև հենց այդ է մենք բոլորս ընկալում ենք, ժողովուրդը ընկալում է որպես արևմուտքի կողմից աջակցվող մեկը, սա էլ ոտնահարում է բանը, մարդու իրավունքները անընդհատ, չի դատապարտվում, դրա համար էլ էս կրկնակի երկակի ստանդարտների իրավիճակն է ստեղծվում, բայց որ այն որ այսօր մարդիկ տեսնում ենք, այսինքն
քաղաքական դրդապատճառներով հալածանքը շատ լայն ընդգրկում է ունեցել։ Եվ էլ չեմ ասում նաև բաները, մյուս դեպքերը ինքը ժողովրդին կարող է խափի, այդ որ ասում է ինքնիշխան ենք, ես ենք, հասկանալի է, բայց ես էլ եմ ասում, ես էլ այդ հարց ունեմ, այսինքն պրոֆեսիոնալ դիվանագետը չպետք է այդքան հեշտ խափվի, թեև պիտի ասեմ, որ իհարկե կան նաև մարդիկ, որ հստակ այդ ամբողջը հասկանում են, բայց այնուհանդերձ ցավոք սրտի էս է իրավիճակը եւ ես ասեմ ձեզ, ես էլ թող նաեւ դեսպանատների Նիկոլ Փաշինյանը ահավոր խախտումներով է իրականացնելու 26-ի ընտրությունները, արդեն այդ խախտումները սկսած են։ Կարծում եք ինքը շանս չունի այդպես առանց խախտումների վերընտրվելու։ Ինքը շանս չուներ 21-ին էլ առանց խախտումների վերընտրել։ Նայ, խախտում ասածը լցոնումը չի։ Խախտումը նաև այն է, երբ որ դու մի բան ես խոստանում, անում ես դրա հակառակը։ Իհարկե դա շատ մանիվ քաղաքական տեխնոլոգիա է, էլի։ Չէ, կներեք, այսինքն ի վերջո, այսինքն չափ կա, այդ տեխնոլոգիան որն է, եթե մենք ասում ենք իբր սա առաջադեմ ավելի հեղափոխական իշխանությունը, ուրեմն չպետք է համեմատես նախորդներին, ինչ որ անում է ներկա իշխանությունը, անընդհատ։ Մեր խնդիրն է, իրենք պետք է ասեն մի գնացեք ընտրեք, կոչեք իրենց դիկտատուրա, մի ընտրեք, բայց եթե մարդիկ գնալու են ընտրեն, ես դուք բոլորը սխալ ենք դուրս գալու։ Չէ, հիմա տեսեք, թեկուզ եւ այդ ծառայությունները 24 ամսից 18-ը իջեցնել։ Դա ակնհայտ է, չէ՞, որ դա մի քայլ է, որ տասնյակ հազարավոր քվեներ է բերելու, որտեղ հասկանալի է, բայց պետությունը ոչ մի պետություն չի կարող։ Արևմուտքը միայն ողջունում է դա, որովհետև համարում է, որ ուրեմն մենք այնքան ենք առաջադեմ դարձել, որ մեզ բանակ պետք չի, որ մենք այնքան խաղաղ ենք, եթե երկրի ղեկավարը համարում է, որ մեզ բանակ պետք չի, ուրեմն ձեր ասած, իմ ասած, դա ռևանշիզմ է մինիմում առումով։ Դե դրա համար էլ, չէ, այն որ երկրի պատասխանատուն առաջին հերթին ժողովուրդն է իր քվեով, այդ բնական է։ Դրա համար մենք միշտ կոչ ենք անում, որ ժողովուրդ չի կարելի կարճաժամկետ օրինակ այդ հիմա առաջին հայացքից հասկանալի է նրանք ովքեր բանակ գնալու զավակ թոր եւ բանն են իրանց համար այդ շահավետ է, բայց հիշում եք ելակների պատմությունը, որ աս բանակը հեսա սնունդը լավ ասեցին, ելակը տվեցին եւ դա ինչով վերջացավ։ Այսօր ես վստահ եմ հաշմանդամ եւ զոհված ծնողները բոլորը կասեն ավելի լավ է թող մեր երեխեքը կիսասոված մնային, բայց բանակը կարողանար ինքնապաշտպան, գոնե ինքնապաշտպանել, չեմ ասում երկիրը պաշտպանել եւ այլն։ Եվ սրա մեջ ներկայացուցում մեծ սխալը կա, նախկիներն էլ են ունեցել, բայց հարցը շատ պարզ է, պատասխանատու այն իշխանությունը, որը տվյալ պահին ինքն է։ Այս ով է այն ուժը քաղաքական, որը այդ ամեն ինչը դնում է իրանց դիմացը եւ պահանջում է պատասխանատվություն եւ նաեւ ժողովրդին է կոչ անում, որ պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր այդ ամեն ինչի մեղավորն են։ Թեև ընկերը համարում է, որ ինքը պատասխանատու է, բայց մեղավոր չէ։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպումները շատ է սիրում, ասենց անհասկանալի խուճուճ միշտ կարելի է ինչ-որ բաներ ասել եւ այլն, ինքը բաներ անում, այդ նույն ինքնիշխանության ավելի ինքնիշխանություն առավել քան երբևէ։ Ասենց որ բաներ անում, այդ հասկանալի է, բայց մի բան մենք հո գիտենք, ամերիկացին կարող է շատ բան տարածաշրջանից իսկապես չհասկանա։ Ես ամերիկացի հենց Երևանում տարիներ առաջ մի կորցրել դիվանագետներ, որ շատ երբ որ Ուիլսոնի իրավարար վիճառը տպեցին, ինձ օգնել է դա ձեռք բերու, իրեն գրեցի, ասացի ոնց հանդիպենք ես, ասpa ես հիմա Պերույում եմ։ Այդ մարդը մի տարի Պերույում էր, մի տարի Երևանում էր, մի տարի չգիտեմ Վիետնամում, հասկանում եք, իրենք մեծ երկիր են, իրենք կարող են իրենց թույլ տալ ավելի բան, մենք որ պիտի աշխատենք եւ այլն։ Նույնը հիմա իրենց համար ասենք Արցախը մենք ժամանակարապես կորցրեցինք, այդքան էլ բան եղավ, կորուստներ, մարդկային ութական եւ այլն։ Հա մենք կարանք դատապարտենք Միացյալ Նահանգներին, ասենք, գիտեք, ձեր վարչության պետը, հիշում եք, կարծեմ Կիմեր ազգանն այդ տիկինը պատասխանեց, որ մենք դա չենք հանդուրժի, դուք ձեր խոսքին հավատարիմ չեղաք։ Business as usual չի լինի Ադրբեջանի հետ։ Բայց միևնույնն է, հա, իրանք կասենք ոնց որ ամոթան կտանք, իրանք էլ կասեն, հա, վայ կներեք, ամոթեր մենք չարեցինք կամ չորվատեր, բայց դժողը մենք ենք, չէ։ Հիմա լես նույնն ասենք ի վերջո Նիկոլ Փաշինյանի էս, ինչ ասեմ,
քաղաքականությունից, որից տուժողը հայ ժողովուրդն է, ինքը պիտի քվեները բանանի։ Չէ, բայց այսը մի նյուանս կա, որ արևմուտքը կարծեք թե ոչ թե սա համարում են ներքին, այլ համարում է այսպես ռուսականության դեմ պայքարի օջախներից մեկը, հետեւաբար խնդիր չունի ինքը այդտեղ ֆեյլ անում, այսինքն ձախողում է, թե չի ձախողում ի վերջո իր այդ պայքարը։ Մի կողմ թողնենք մեր ցավերը Արցախ եւ դա մերն է, մեր սեփական, բայց իրենք էլ ունեն այստեղ այսպես ասած։ Բայց իրենք չեն ասել իրենց կարևորագույն նպատակին, չէ՞։ Այսինքն, եթե նպատակը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է Հարավային Կովկասում, վերցրեք 7 տարի առաջ 18 թվականին կամ 17 թվականին բոլոր ցուցանիշները, դրեք համեմատեք։ Ինձ սովոր ասել են, ես մի երկու դիվանագիտական ակադեմիացիներ շատ հետաքրքիր բան են։ Միշտ ասում էին թուղթը երկու մասի բաժանի, ասենք տվյալ հարցի, գրի դրական ու բացասական այդ ամբողջը, հիմա 7 տարի է, թող գրենք մի մասում ինչ է արել արևմուտքի տեսակետից ռուսների ազդեցություն թուլացնել եւ ինչ արել ուժեղացնելու համար։ Միակ բանը, որ իբր թե թուլացել է, դա Զվարթնոցից 5 հոգու հանելն է։ Հա, Մեկ էլ Իրանի ինֆորմացիոն համակարգը միևնույն է իրանց։ Իրանի ԿՊՊ-ից հակից ընդերից հանելը։ Հա, բայց միևնույնն է, ամբողջ տեղեկատվությունը էլի մնում է միասնական, իրենք ամեն ինչ գիտեն։ Դե ես այդտեղ հարցը կուզեի արևմուտքին տալ, ես իհարկե հաճախ ներքին քննարկում եմ, հարցը այս է, բայց իրենք մի տեսակ չեն կարողանում են չի միանում իրանց միտքը նույն ենթադրենք այդ մեղրի հատվածի բանը, որը ռուսական երկաթգծին է, պատկամ երկաթգծը պատկամ է ռուսան։ Հարցը ստալ ասում լավ, եթե ենթադրենք մի կողմ թողնենք քաղաքական հարցը Ադրբեջան ինչ է ուզում եւ այլն։ Եթե դու կապում ես այդ հատվածով, չէ՞ դա ռուսական բանի տակ պիտի լինի, եթե նայում են դեմքի դե հա, բան, որտեվ իրանց այդ բան չեն ասում։ Եվ մտածում են այդ խնդիրը լուծված է կամ բայց չէ՞ որ ռուսներինն է, չէ՞ այդ հատվածը, թե չէ իրենցը չի այդ մեղրի հատվածը, որը չկա հիմա, իրենցն է, չէ։ 2008 թվականից դա տրվել է հավատարմագրային կառավարման ռուսներին 40 տարով թե ինչ։ Եվ դա իրենք ժամանակին մտադիր էին նաև մյուսներից վերցնել, դրա համար կոչվեց շատ հետագա հայկական երկաթուղի չի կոչվում, Հարավ-Կովկասյան է կոչվում։ Այո, այո։ Սովետի ժամանակ հայկական էր կոչվում, էսել հետաքրքիր։ Իրանք այնտեղ Աբխազիայի բանն են, ուզում են միանային Աբխազիայով դուրս գալ։ Բայց հարցը հետևյալն է։ Հայկական կողմը, ես մի քիչ երկաթուղով զբաղվել եմ եւ կարող շատ ավելի լավ առաջարկներ աներ։ Նույն ասենք Միացյալ Նահանգներ, որտեղ իրենք չգիտեն։ Օրինակի համար դրա մասին շատ եմ խոսում։ Օրինակի համար եթե կառուցվի 22 կիլոմետր Ֆիալետը Վանաձոր հատվածը, այսինքն այստեղից որ դեպի Սևանա գնում է, այդտեղից ինքը դեպի արևմուտք գնում է Վանաձոր, նրա փոխարեն որ պիտի գնա Արմավիր, Գյումրի պտտվելով գալի Վանաձոր, 100 կիլոմետրով, կարծեմ 115 կիլոմետրով համարյա ճանապարհը կիսվում է դեպի Թիֆլիս։ Դա մեծ հնարավորություն, դա Հայաստանը պետք է առաջարկի։ Այսինքն ռուսական կառավարիչը շահագրգռված չի ճանապարհը կրճատելու, որտեղ իր եկամուտն է։ Այսինքն ինքը գանձումը անում է 1 տոննա 1 կիլոմետր փոխման հետո այս ամբողջը նայեք իմ փորձը ինչ է ցույց տվել փոքր երկրները պիտի անընդհատ առաջարկներով հանդես գան եւ պնդեն հիմնավորեն հա եւ ցույց տալ դիմացինի շահը այսինքն ասել օրինակ Միացյալ Նահանգներ արևմուտք քեզ հարմար է կուզում ես որ Հայաստան Վրաստան կապ ուժեղանա եւ այլն բանարա այդ 246 միլիոնը որ տվել ես որ պիտի կառուցվի մեղրի անցուղու երկաթուղին դիրը տեղ կառուցի Պարոն Պապյան շատ շնորհակալ եմ Շնորհակալ եմ նաև ձեզ, հերոստատողներ, որ կարողացաք հետևել մեր այս հետաքրքիր քննարկմանը։ Մենք հյուրընկալել ենք Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանին հաջողություն ձեզ։